Գորշ գյուղից Մարիամ Գրիգորյանը Գլաձոր համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողուհի է։ Երևանին դժվար է հարմարվել։ Ամենասկզբի դժվարությունը եղել այն, որ պետքա Դիլիջանից Գորշից տեղափոխվես ապրելու մի հատեղ, որ ընդհանրապես նման չի քո ապրելու տեղին։ Ամենաբարձր թվացող խնդիրը ուսման վարձը։ Ճակատագրի բերումով է հաղթահարել, օգնել են բարերարները։ Արդեն տեղեկացված ենք, որ ուսանողներին հովանավորում են Տիկին Այդան եւ պարոն Ասպետը, ու շատ ուրախացա, որովհետեւ դա շատ մեծ օգնություն է ուսանողի ու ուսանողի ծնողի համար։ Սփյուռքահայ ամուսիններ Այդա եւ Ասպետ Փողարյանները մի քանի տարի առաջ ընտրեցին Տավուշի Գորշ գյուղը իրենց կյանքի մի մասը այստեղ անցկացնելու համար։ Նրանց այցը գյուղ չէր սահմանափակվում միայն անձնական ներկայությամբ։ Նրանք եկան, որպեսզի իրենց հնարավորության սահմանում օգտակար լինեն համայնքին։ Հիմնական նպատակը դարձավ կրթության գործին աջակցությունը։ Ուսանողների ուսման վարձավճարները հոգալով նրանք հնարավորություն տվեցին երիտասարդներին բարձրագույն կրթություն ստանալ եւ չհրաժարվել իրենց երազանքներից։ Բնակվում ենք Ամերիկայում, բայց տարվա կեսը ապրում ենք Գոշում եւ եկել ենք այն նպատակով, որ կարողանանք ինչպես կարող ենք Գոշին օգտակար գտնվենք, մեր երիտասարդներին ուսումին կարողանանք մեր կարողության չափ օգնել, դա նպաստում ենք մեր երկրի առաջացման եւ հզորացման։ Սակայն նրանց գործունեությունը ուսանողներին օգնելով չի սահմանափակվում։ Փողարյանները նաև իրականացնում են համայնքային ու սոցիալական տարբեր ծրագրեր, փորձելով աշխուժացնել գյուղի կյանքը եւ նպաստել բնակավայրի կայուն զարգացմանը։ Այս տարվա հաշիվներով մոտ 50 հատ համակարգիչ ա մտես մեր գյուղը։ Նաև գործակցում ենք Թուրփանջան գազམ་ագերբության հետ, որ բիզնեսներին միկրո վարկ են տալիս եւ պայմանով որ պիտի 10 հատ դասընթաց հետևեն բիզնեսի մասին, սովորեն մարքեթինգ ինչպես եւ այդ պատճառով արդեն ունենք մոտավորապես 5 թե 6 նոր բիզնես սկսած մեր գյուղում։ Մենք ուզում ենք որ գյուղացիք իրանք սկսեն այս շատ բաներ ցերնարգեն անեն։ Գոշում հաստատվելու որոշումը պատահական չեն կայացրել։ Դեռ տարիներ առաջ այստեղ էին դառնագնացների խմբի հետ եւ հենց այդ այցելությունն էլ դարձավ ճակատագրական։ Առաջի տարին որ եկանք, սկսեցինք հետաքրքրվել, շատ անպայման դպրոց գնում էինք, հետաքրքրվում էինք, խոսում էինք դպրոցի տնօրենի հետ, ամենի հետ եւ իմացանք, որ նյութական պատճառներով շատ երեխաներ իրենց երազը չեն կարողանում իրականացնել եւ չեն կարողանում գնան եւ ուսումը շարունակել։ Դա առաջի մեր կարծես թե բանն էր, որ սկսենք հենց այդ մարզում փորձենք ինչ հնարավորություններ ամեն միջոցներ օգտագործենք, որ այդ նպատակին ծառայենք։ Նոր սերնդի կրթության հարցում իրենց վիրումի համար Փողարյանները կարևոր հիմնավորումներ են բերում։ Ու մեկ չգրթված հասարակություն աշխարհի մեջ չկա, որ զարգացած երկիր ունենա։ Երկուսը շատ իրար առնչված են եւ այդ է որ գրթված երիտասարդներն է որ պիտի երկիրը բարձրացնեն եւ դա մեր առաջնակարգ նպատակն է։ Մենք մեծ խումբով հետևորդ ունենք, կամաց շատացան։ Մեր առաջինը մեր ընկերներն էին, հետո ընկերների ընկերներ, հետո անձանոթներ, որ մեզ հետևում են Facebook-յան էջով եւ իրենք են մեզ մոտենում, ասում են մենք շատ հավանում ենք այդ աշխատանքը, որ դուք անում եք, մենք ինչպես կարող ենք օգնել ցեզի։ Մեր ուսանողների թիվը այնքան է շատացել, որ դրանց համեմատ հովանավոր գտնելը դա արդեն դարձել է մարտահրավեր, որ փորձում ենք ամեն ձևով գտնենք, որ ոչ մի երեխա այդ պատճառով դուրս չմնա համալսարանից։ Փողարյանները վստահեցնում են երիտասարդներին, որ ամեն ինչ հնարավոր է, եթե հավատան սեփական ուժերին եւ չվախենան գյուղում ապրելով մեծ երազանքներ փայփայելուց։ Հիմա մեր ցանկությունն անում որ մեր երիտասարդները այդ գիտակցություն ունեն, որ միտքերին ինչ որ դնեն, ինչ որ երազանք ունեն, հավատան, որ դա իրականալիք է։ Հայաստանը մեր սրտին շատ մոտիկ է, որտեղ մերն է։ Լրիվ ուրիշ զգացողություն է։ Իսկ Մարիամն արդեն վստահ քայլերով գնում է իր նպատակին ընդառաջ։ Հավանական էր, որ ես էլի կսովորեի, կգնայի Երևան ու էլի ուսում կստանայի, բայց արդեն ավելի դժվար կլիներ իմ համար։ Այժմ Մարիամը եւս մեկ նպատակ ունի մասնագիտություն ձեռք բերելուց բացի։ Իմ հեռական նպատակներից մեկն է, որ կարողանամ ինչ-որ մեկին ես օգնեմ ու իմ կարծիքով այդ քայլով ես հետ կտամ այն մարդկանց, ովքեր ինձ են օգնել։ Փողարյանների ջանքերը ոչ միայն պտուղներ են տալիս, այլև դնում են կարևոր ու որակիչ գործի հիմքը, որը շարունակություն կունենա։ Իրենց կրտսեր հայրենակիցներին նրանք բարբերաբար պատգամում են։ Կրթված երիտասարդությունն ուժեղ պետության գրավականն է։